Բարեկալիս նյուզեմ այս պահին կզրուցեմ իրանագետ Փույա Հոսեյնի հետ, պարոն Հոսեյնի, շնորհակալություն, որ ժամանակ գտաք զրուցելու համար, բարի երեկո։ Բարի երեկո, նույնպես է շնորհակալություն հրավերի համար։ Ձեր կարծիքով ինչ նշանակություն ունի Իրանի նախագահի այցը Ադրբեջան, որտեղ Փեզեշքյանը նախքան Բաքու մեկնել է եւս մեկ անգամ վերահաստատեց Իրանի դիրքորոշումը Սյունիքի կարմիր գծերի հարցում, շեշտելով անուղղակիորեն ակնարկ հղելով Ադրբեջանին, որ չպետք է աչք դնել ուրիշի տարածքների, այսինքն Սյունիքի վրա եւ Զանգեզուրի միջանցքի մասին չմտածել։ Ինչ ուղերձներ կային ըստ ձեզ Իրանի նախագահի կողմից։ Նախ մինչև Իրանի նախագահի մեկնումը այս է Ադրբեջանում, մենք պետք է վերլուծենք տարածաշրջանի իրավիճակը, երբ որ Իրանի եւ Միացյալ Նահանգների բանակցությունն է գնում եւ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը սպառնում են Իրանին, եթե այդ բանակցությունները զախողվի ռազմական միջոցներ կդիմեն Իրանի դեմ, այդ ժամանակահատվածում մենք տեսել ենք, որ Իրանի արտաքին գործերի նախարարը այցելեց Հայաստան եւ Հայաստանում ինքը հայտարարեց Իրանի նորից վերահաստատեց Իրանի կարմիր գծերը տարածաշրջանում Իրանի դիրքորոշումը եւ նաեւ ինքը հայտարարեց, որ Երևանում հայտարարեց, որ ինչքան հնարավոր է երկու երկիրները ավելի շուտ հնարավորինս շուտ խաղաղություն պայմանագիրը ստորագրեն, որովհետեւ Իրանը այդ տարածաշրջանում ավելի շուտ անվտանգություն հաստատի այդ տարածաշրջանում եւ Իրանը այս տարածաշրջանից հանգիստ լինի, որովհետեւ սպառնալիքները, որ կան Իրանի դեմ, Իրանին մտահոգում են, Իրանի նախագահի այսը Ադրբեջանում էլ այդ ժամանակահատվածում դա է նշանակում, Իրանը ուզում է իր դիպլոմատական ճանապարհով իր ազդեցությունը պահպանի Ադրբեջանի վրա եւ շուտով մենք տեղեկացվել ենք, որ Նեթանյահուի այսը տեղի կունենա Ադրբեջան եւ Իրանը նախապես Իրանի նախագահի այսը Ադրբեջանում այդ ժամանակահատվածում Իրանի ազդեցությունը պահպանել Ադրբեջանի վրա, որպեսզի Իրանի թշնամիները չի կարողանան չզուգացնեն Իրանի թշնամիները չի կարողանան իր ազդեցությունները պահպանեն Ադրբեջանի վրա եւ վտանգ սպառնեն Իրանին։ Իրանը դիպլոմատական ճանապարհով փորձում է չզուգացնի այդ վտանգները, որ կարող է Անդրկովկազից գա եւ ուղիղ Ադրբեջանի միջոցով լինի Իրանի դեմ։ Նաեւ Իրանի նախագահը մինչեւ մեկնել է հարցազրույց արել Ադրբեջանի լրատվամիջոցների հետ եւ նշել է, որ Զանգեզուրի միջանցքի մասին նշել է, որ մենք պատրաստ ենք Իրանի տարածքով ճանապարհ դրամադրենք Ադրբեջանին, որովհետեւ Ադրբեջանի միանա Նախճեվանին եւ հարևան երկիրը չպիտի ինքը պիտի բավարարվի իր տարածքային ամբողջականությունը եւ աչք չունենա ուրիշի տարածքների վրա եւ դա ուղիղ ուղերձ էր հենց Զանգեզուրի միջանցքի համար եւ ուղերձ էր Ադրբեջանին, որպեսզի մենք նույն դիրքորոշում ենք եւ մենք փորձում ենք ամեն ձևով դիպլոմատական ճանապարհով չզուգացնենք իրենց նկատողները Հայաստանի վրա։ Բայց ձեր կարծիքով Իրանի այս դիվանագիտական ջանքերը բավարար կլինեն Ադրբեջանին զսպելու համար։ Ամեն դեպքում մինչև հիմա ինչ որ կարանք արձանագրենք, որ Իրանի դիպլոմատական ջանքերը եւ նաեւ զորավարժությունները մասեջ են եղել Ադրբեջանին եւ զսպել են Ադրբեջանին մինչև հիմա իր նկատողները չի իրականացնի Էրդողանը հարցազրույցներից մեկին նշել է, որ մինչև հիմա եթե Զանգեզուրի միջանցքը չի իրականացնել, դա Իրանի գործունն է եղել, Իրանի
դիմադրություն է եղել, եթե Իրանի դիմադրությունը եւ Իրանի գործունը չի լիներ, վաղուց իրեն իրականացնեին Զանգեզուրի միջանցքը, եւ դա ցույց է տալիս Իրանը ինչ գործունը դարաշրջանում եւ մինչեւ հիմա հաջողվել է այդ նկերտումները չզոքացնի, բայց ամեն դեպքում եթե Իրանի վրա Իսրայելի կողմից կամ Միացյալ Նահանգների կողմից սպառնալիքներ լինեն եւ Իրանը գտնվի թույլ իրավիճակում, Իրանը մտահոգված է, որ Ադրբեջանը առիթին օգտագործի եւ փորձի իրականացնի այդ նկերտումները, դրա համար է, որ Իրանը նախապես փորձում է նախ աջակցի, որ խաղաղությունի պայմանագիրը շուտով տեղի ունենա, ստորագրվի եւ նաեւ Իրանի նախագահի այսը Ադրբեջանում շարունակություն է, դիվանագիտություն է, որպեսզի չզոքացնի Ադրբեջանի կողմից վտանգները։ Իրանի նախագահը նաև հայտարարեց, որ չպետք է թույլ տան, որպեսզի երկու երկրների, այսինքն Իրանի եւ Ադրբեջանի միջև ինչ որ տարաձայնություններ հրահարեն տարբեր կողմեր։ Ընդ որում այս մասին խոսելով Փեզեշքյանը մի հայտարարություն արեց, ասաց, որ իրենք ադրբեջանցիներին, Իրան-ադրբեջանցիներին եղբայրական ժողովուրդ է համարում եւ այո, թեև Ադրբեջանի եւ Իրանի միջև սահման գոյություն ունի, սակայն այդ սահմանը այդքան էլ կարեւոր չէ, քանի որ շատ են ընդհանրությունները եւ մեծ հաշվով ընդհանուր պատմություն ունեն Իրանը եւ Ադրբեջանը։ Ինչ էր սրանով Իրանի նախագահը ակնարկում Ադրբեջանին ըստ ձեզ։ Առաջինը, երբ որ Իրանի նախագահը ասում էր, որ երրորդ կողմը թույլ չենք տալիս, որ մեր հարաբերությունների մեջ խնդիր է ստեղծել, դա նկատի ունի Իսրայելին, եւ երկրորդ մասը Իրան մենք տեսնում ենք, որ տարիներ շարունակ Ադրբեջանը Իրանի թուրքախոս ժողովրդի վրա, Սիսարևելքի ժողովրդի վրա Իրանի ինչ որ բաներ է սերում, որպեսզի Իրանի կողմը Իրանի Ադրբեջանը հարավային Սիսային Ադրբեջան հարավային Ադրբեջանը սարքել եւ Իրանի ժողովուրդը թուրքախոս ժողովրդին համարում է իրենց ժողովրդին, դրա դիմաց Իրանի նախագահը այդպեսի բան է խոսել, այսինքն ձեր ժողովուրդը եթե անգամ սահման չլինի, ձեր ժողովուրդը Իրանի մասն ոչ թե Իրանի թուրքախոս ժողովուրդը Ադրբեջանի մաս կարան լինեն, դա հակառակում է իրանց թեզին, որովհետեւ Ադրբեջանին հարավային Ադրբեջանն քարոզում Իրանում եւ իրանց կողմից եւ դա է նշանակում, դա չզոքացնում է իրենց այդ քարոզչականությունը։ Ադրբեջանի եւ Իրանի միջև արկա լարվածությունը, որը կապ ուներ 2 տարի առաջ Ադրբեջանի դեսպանատան վրա իրականացված հարձակման հետ, ձեր կարծիքով այդ լարվածությունն արդեն անցել է, որովհետեւ Իրանի իշխանությունները հայտարարեցին, որ այդ հարձակման հեղինակին մահապատժի ենթարկելու գործընթացներն արդեն ավարտին են հասցվել եւ դա շուտով պետք է որ տեղի ունենա, ինչը պահանջում էր Ադրբեջանը։ Այդ մահապատիժը Ադրբեջանի պահանջով չի եղել, դա Իրանի սահմանադրությունը եւ համապատասխան Իրանի օրենքները դա տեղի ունենում եւ Ադրբեջանը մենք շարունակում էր որ բնդեր, որ Իրանին մեղադրեր, որ Իրանը այդ ավաբեկչությունի հետևում կայնած է, ինչ որ խմբավորություններ էր նշում եւ Իրանը մերժում էր եւ իր դատական գործընթացը շատ օրենքի սահմանների մեջ Իրանը կատարեց եւ Ադրբեջանի ճնշումը նման շանտաժները չի ազդել Իրանի վրա եւ նաեւ պետք է նշել Իրան եւ Ադրբեջանի հարաբերությունները ավելի շատ զսպողական են, Իրանի ջանքերը ավելի շատ զսպողական են Իրան եւ Հայաստանի հարաբերությունները ավելի շատ աջակցություն է, Իրանի կողմից աջակցական է, եղբայրական է, բայց մենք գիտենք Ադրբեջանը լայն համագործակցություն ունի ռազմական,
հետախուզական քաղաքական համագործակցություն ունի Իրանի ողջամին թշնամի հետ։ Դրա համար բոլոր Իրանի դիպլոմատական հարաբերությունները եւ հարաբերությունները Ադրբեջանի վտանգը չզուգացնելու ուղղությամբ։ Շնորհակալություն պարոն Հոսեյնիև, որ ժամանակ գտաք զրուցելու համար։ Նույնպես է, շնորհակալություն։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս իրանագետ Փույա Հոսեյնին էր, կհանդիպենք։